Գրեթե 20 ժամ է Երևան-Սևան ավտոճանապարհին երթևեկությունը կազմակերպվում է միակողմանի։ Կյանքս անցել է, ես այդտեղ բաց չեմ։ Բրեժնևը անցել էր այս ճանապարհը։ Հատուկ իր համար են պատրաստել առաքարակ։ Հինգշաբթի երեկոյան է Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից փլուզվել մարդկանց հայտնի Գայի պոստի մոտ գտնվող կամուրջը։ Կայծակը խփել է, հանրել է։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է տուժածներ չկան։ Շամշյանքոմի տեղեկություններով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում եւ դուրս է գրվել։ Մյուսը դեռ մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ։ Կամուրջի փլուզումից 3 մեքենա է վնասվել։ Տեղում աշխատող մասնագետների խոսքով նոր փլուզման վտանգ չկա։ Հիմա վտանգ չկա, որ կարող է ընդհանուր քանդվի։ Չէ, վտանգ չկա։ Ամեն օր այս ճանապարհով անցնող մարդիկ ասում են, երբեք չէին մտածի, որ այս կամուրջը կարող է փլվել։ Մեքենաներ են գնում գալի, ֆուրեր են գնում գալի, եկա մեծ մեքենաներ են գնում գալի։ Ճան նախագիծ ինստիտուտի աշխատակիցները վաղ առավոտից դեպքի վայրում են։ Եկել են հասկանալու, ինչպես պետք է նորոգեն կամուրջը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսքով կամուրջը նորոգման ենթակա չէ։ Այն նորից կառուցելու կամ վերակառուցելու համար մրցույթ պետք է հայտարարեն հնարավորինս արագ, հաշվի առնելով ճանապարհի նշանակությունը։ Մինչ այդ երթևեկությունը անխոչնդոտ կազմակերպելու համար ժամանակավոր լուծման տարբերակներ են մտածում։ Ոչ ստանդարտ ուրեմն գործիքակազմով ենք աշխատելու, ոչ ստանդարտ մրցութային ընթացակարգով եւ նախագծի եւ շինարարության աշխատանքների ձեռքբերման մասով հաշվի առնելով են հանգամանքը, որ ճանապարհը կարևոր նշանակություն ունի։ Աննա Գյուլնազարյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուր։